Իսրայելն անարգել շարժվում է դեպի Գազայի խորքը, անկլավի սրտում Գազա քաղաքում շարունակվում է Գեդեոնի կարգեր երկու ցամաքային լայնամասշտաբ ռազմական գործողությունը։ Քաղաքական էշելոնի հրահանգով մենք բացեցինք Գեդեոնի կարգեր գործողության հաջորդ փուլը։ Նպատակն է վերադարձնել պատանդներին եւ ջախջախել Համասին Գազա քաղաքում։ Այս գիշեր ցամաքային զորքերը մտել են Գազայի սիրտ։ Բնակավայրում գործողություն են իրականացնում 98-րդ ու 162-րդ դիվիզիաները։ Առաջիկա օրերին մանևրումներին կմիանա նաեւ 36-րդ դիվիզիան։ Իսրայելի ցամաքային զորքերի ներխուժման համար նախապես ճանապարհ է հարթել ավիացիան, թիրախավորելով Համասի ավելի քան 850 ենթակառուցվածք։ Ցամաքային զորքերի մարտական ոգին բարձրացնելու եւ թշնամուն ծնկի բերելու ուղերձով Իսրայելի պաշտպանության նախարարը հանդիպել է 162-րդ դիվիզիայի զինվորականների հետ։ Հենց այս պահին մենք ամենակարևոր փորձությունն ենք անցնում մեր ռազմական օպերացիան ավարտին հասցնելու համար։ Համասից պահանջում ենք երկու բան՝ ազատ արձակել բոլոր պատանդներին ու զինաթափվել։ Ցանկանում ենք ստանձնել Գազա քաղաքի վերահսկողությունը, որովհետև այսօր այդ քաղաքը Համասի կառավարման գլխավոր խորհրդանիշն է։ Եթե Գազան ընկնի, կընկնեն նաև նրանք, եւ եթե նրանք ոչնչանան, կարող ենք ավելի շուտ հասնել մեր նպատակներին։ Չնայած Իսրայելի ռազմաքաղաքական վերնախավի վճռականությանն ու նպատակային հստակ քայլերի հաջորդականությանը, Ցախալը խոստովանել է, Գազա քաղաքի ամբողջական գրավումը կտևի մի քանի ամիս։ Պատերազմական հանցագործություններն արդարացնելու համար նախքան գրողն Իսրայելը հրահանգել էր պաղեստինցիներին կրկին տարհանվել Գազայից։ Վերջին տվյալով Գազա քաղաքից հեռացել է մոտ 300,000 բնակիչ, մինչդեռ 100,000-ավոր մարդիկ դեռևս մնում են պատերազմական ամենաթեժ գոտում։ Գազա քաղաքում անմարդկային տառապանքն ավելի անողոք է դառնում, շարունակում են զոհվել հարյուրավոր խաղաղաբնակիչներ։ Քրոջս ընտանիքն ապրում էր վրանում, նա ամուսինն ու 3 երեխաները մահացել են։ 2 շաբաթ առաջ էլ սպանվել էր որդից, կորցրել եմ նաև 3 եղբայրներիս։ Այս տարածքում ռմբակոծվել է 4-5 տուն, նաև իմ բարեկամների տունը։ Նրանք որևէ առնչություն չունեին Համասի կամ դիմադրության շարժման հետ։ Նրանց սպանել են քնած ժամանակ։ Մահացել են նաև 1 եւ 2 ամսական երեխաները։ Սա անհավանական է ու սարսափելի։ Գազայում ստեղծված վիճակի մասին ՄԱԿ-ը հստակ դիրքորոշում է հայտնել հրապարակելով հանձնաժողովի զեկույցը։ Հանձնաժողովի եզրակացության համաձայն Իսրայելը ցեղասպանություն է իրականացրել պաղեստինցի ժողովրդի նկատմամբ Գազայում եւ շարունակում է այդ ցեղասպանությունը։ Անցել է գրեթե 2 տարի, երբ Իսրայելը 2023 թվականին սկսեց իր ռազմական արշավը Գազայի հատվածում։ Սա աննախադեպ զեկույց է, ՄԱԿ-ի մարմինն առաջին անգամ հայտարարում է, ակնհայտ է, որ կա Գազայի պաղեստինցիներին ոչնչացնելու մտադրություն։ Միջազգային կառույցի համար միանգամայն պարզ է, Իսրայելի կառավարության նպատակը ցեղասպանությունն է։ Իսրայելի պնդմամբ զեկույցը սկանդալային է ու կեղծ։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։